2 տարի 4600 պարեկային շրջայց ավելի քան 1000 կիլոմետր սահմանային գիծ, որը ծայրից ծայր անցել են Հայաստանում Եվրոպական միության առաքելության աշխատակիցները։ Հայաստանի օրենսդիր ու գործադիր մարմինների միջազգային դիվանագիտական կորպուսի մարզային իշխանության ներկայացուցիչները Եղեգնաձորի կենտրոնակայանում էին նշելու Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ստանձնման երկրորդ տարին։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության առաքելության աշխատանքը, որը կայունության գործոն է եւ խորհրդանշում է Եվրամիության հանձնառությունը ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, իր խոսքում նշեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանի խոսքով առաքելությունն իր պահանջված լինելը բազմիցս ապացուցել է։ Բոլորդ լավ հիշում եք, թե ինչպիսի կեղծ մեղադրանքներ էին հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին, կեղծ լուրեր էին տարածում, ըստ որոնց Հայաստանը պատրաստվում էր հարձակման եւ այստեղ իր կարևոր դերն ունեցավ ԵՄ առաքելությունը, որն իր դիտարկումների միջոցով հերքեց կեղծ լուրերը եւ օգնեց կայունացնել իրավիճակը։ Բացի վերնշվածից, առաքելությունն իր դրական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններին կայունության ապահովման հարցում։ Հենց կայունության գործոն լինելու պատճառով էլ հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը թիրախավորվում եւ անտեղի քննադատության է ենթարկվում տարբեր երկրների կողմից։ Մեզ նաև չի զարմացնում, որ երբեմն երկու տարբեր մայրաքաղաքներից հնչող քննադատության բովանդակությունը գրեթե 90%-ով համընկնում են։ Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը եւ շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքն առաքելության հետ դիմակայելու կեղծ լուրերին։ Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն արժեքահեն են, ամուր, հեռանկարային եւ ընդլայնվող, ու Հայաստանը հաստատակամ է շարունակաբար ընդլայնել Եվրամիության հետ գործընկերությունը նաեւ անվտանգության ոլորտում։ Դիտորդական առաքելության մեկնարկից հետո նվազել է սահմանին միջադեպերի թիվը, արձանագրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը։ You provide real transparency. Դուք ապահովում եք իրական թափանցիկություն եւ նպաստում եք հակամարտությունից տուժած բնակչության շրջանում անվտանգության ավելի մեծ զգացողության ձևավորմանը։ Սահմանների դիտորդությունից բացի դուք նաեւ հանդիպում եք ունենում տեղի բնակիչների հետ եւ մասնակից եք Հայաստանի սահմանամերձ տարածքներում մարդկանց անվտանգության ապահովման գործին։ Դուք այս ամենն իրականացնում եք մեծ արժանապատվությամբ, ուստի ուրախ ենք վերջերս հայտարարված մանդատի երկարացման համար, ինչը թույլ կտա շարունակել ձեր կարևոր աշխատանքը։ Մեր նպատակն է պահպանել այս դինամիկ զարգացումը ի շահ այս տարածքի բնակչության, ովքեր առաջին հերթին ձգտում են կայունության։ Դիտորդական առաքելության ղեկավարն էլ արձանագրեց, այս 2 տարիների փորձը ցույց է տվել, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց մեծամասնության ամենամեծ մտահոգությունն անվտանգությունն է։ Ես հպարտ եմ, որ մենք անվտանգության եւ դիվանագիտական այլ ջանքերի հետ մեկտեղ եղել ենք այն դերակատարներից մեկը, ում ներկայությունն ավելի ապահով է դարձրել մարդկանց կյանքը։ Մեր հատուկ ուշադրությունն ուղղված է Հայաստանի երիտասարդ սերնդին։ Անցած դեկտեմբերից մենք այցելել ենք դպրոցները, որոնք գտնվում են մեր գործունեության շրջաններում։ Մեզ համար կարևոր է բացատրել եվրոպական գաղափարների եւ արժեքների մասին եւ վստահեցնել երիտասարդներին, որ մենք ցանկանում ենք նույնը, ինչ իրենք՝ խաղաղություն եւ կայունություն, ազատություն եւ հարգանք այլ մարդկանց հանդեպ։ Ես հավատում եմ Հայաստանի երիտասարդությանը եւ մենք վստահ ենք, որ նրանք հավատում են մեզ։ Առաքելության այս պահին առկա 225 հաստիքից համալրված է միայն մոտ 180-ը, նշեց Մարկուս Ռիտերը, հավելեց, որ աշխատում են առաջիկա ամիսներին համալրել բացը։ Ըստ Ռիտերի իրենք արձանագրել են, որ եւ հայկական եւ ադրբեջանական կողմերը ամրաշինական աշխատանքներ են անում դիրքերում, իսկ նպատակի մասին Ռիտերը խորհուրդ տվեց հարցնել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին։ Դիտորդական առաքելության ղեկավարն արձագանքեց նաեւ լրտեսության մեղադրանքներին, որոնք հնչում են Ադրբեջանից։ Մենք լրտես չենք, մենք գաղտնի ռազմական առաքելություն կամ հետախուզական ստորաբաժանում չենք։ Առաքելությունում ներգրաված դիտորդների մեծ մասը ոստիկաններ են, նրանք նույնիսկ զինվորական պատրաստություն չունեն։ Մենք պարեկություն ենք անում սահմանին, թափանցիկ։ Մենք կանգ ենք առնում դիտակետերում երկու կողմերի համար էլ տեսանելի վայրում։ Մենք նայում ենք, թե ինչ են անում երկու կողմերը։ Լուսանկարում ենք եւ ներառում դրանք Բրյուսել ուղարկվող զեկույցներում։ Մենք ոչ մի հետախուզական աշխատանք չենք անում։
Առաքելությունը փաստացի Եվրոպական միության ներկայությունն է Հայաստանում եւ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց հետ ամենօրյա շփումն ազդում է Եվրամիության նկատմամբ մարդկանց կարծիքի եւ ընդհանուր վերաբերմունքի վրա։ Այդ մարդկանց համար առաքելությունն է Եվրամիությունը, այլ ոչ Բրյուսելը կամ Երևանում տեղակայված դեսպանությունները, նշեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Մարչին Ռուժիցկին հիշեց առաքելության տեղակայման ժամանակ Եվրամիության ցուցաբերած ակտիվությունը։ Իրականում մի փոքր զարմացած էի, երբ տեսա, թե որքան վճռական ու արագ էր, որքան օպերատիվ եւ արագ էր գործում Եվրամիությունը։ Այդ տեմպը բնորոշ չէր ինձ հայտնի Եվրոպական միության գրեթե ոչ մի գործունեությանը, եւ ես անձամբ կցանկանայի տեսնել էլի նույնը, հատկապես այսօրվա գլոբալ պայմաններում։ Ելույթ ունեցավ եւ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաեւ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը եւ որպես երախտագիտություն մարզպետարանի անունից շնորհակալագրեր հանձնեց դիտորդական առաքելության ղեկավարին ու անդամներին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին։ Եվրամիության առաքելության մանդատի համաձայն դիտորդները մեր երկրում կլինեն մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Ուշեղի Սախանյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։